Ես իրավապաշտպան կազմակերպության նախագահ եմ, հանրային ազդարար, պարոն Բաքոյանը երևի այդքան դիմումներ չի ստացել ինձանից, ինչ ուրիշ քաղաքացիներից, ես վստահ եմ կարող եմ ներկայացնեմ այդ բանը։ Տիկին Մանասյանը նույնպես մոտ 400-500 դիմումներ է ներկայացվել, եւ որպիսի հենց ի սկզբանե մեր օրակարգը չգնա շեղված օրակարգով, իսկ ես համարում եմ, երբ որ մենք ասում էինք, մենք համակարգային կոռուպցիա չունենք, բայց իրականում համաթիվը կոռուպցիայի գնալով տարի աճեց, քանի որ երբ որ մենք այս քննարկումները սկսվում է, պարզվում է, որ այն ՀԿ-ները, որով ֆինանսավորվում են դրսից, միայն դրանք են մասնակցում։ Այսօր ես դահլիճում չեմ տեսնում այն ՀԿ-ները, որոնք չեն ֆինանսավորվում, որևէ անձի կողմից, բացի ճանաչում եմ պարոն Չախոյանին, բոլորդ ինձ եք ճանաչում, որը վերջերս զբաղվում է օրակարգային խնդրով, որը հենց ուղիղ բռնություն է մեր երեխաների հանդեպ, երբ որ ԿԳՄՍ նախարարությունը թողարկել է դասագիրք Ադրբեջանի դրոշով, թուրքական հեղինակներով, եւ այս խնդրին, եթե չի անդրադառնում պարոն Բաքոյանը, տիկին Մանասյանը արդեն անդրադարձել է, ես ներողություն եմ խնդրում Չեմ թեման ես հասկացա պարոն Յովհաննիսյան, այս ուղակի միջբերում արեցի, ինչ վերաբերվում է այսօրվա քննարկումների օրակարգին, ես ասեմ, որ շատ լավ է, որ շատ տեղին եք այսօր այս քննարկումը բերել օրակարգ, եւ եթե մենք չխոսանք պարոն Ասլանյան Հակոբի հետ միջադեպը, որի ընթացքում կատարվել է քաղաքացու հանդեպ, Սամվել Վարդանյանի հանդեպ աննախադեպ խոշտանգում, ուրեմն մենք ուղակի ժամանակի տաքս ենք ստեղ կատարում, եթե մենք չենք իմանում, դրանք ոստիկանության աշխատակիցներ են եղել դիմակավորված, ահա քննչականի աշխատող այստեղ նստած ներքին գործերի նախարարության, եթե մենք չգիտենք դրանք ովքեր են դիմակավորված, լուսնից իջան, արդյոք ովքեր են, ինչ կդրիչներ են եղել, ովքեր են խոշտանգել եւ ուղակի շարունակենք այս քննարկումը, ինձ թվում է սա կլինի կեղծ օրակարգ։ Ես խնդրում եմ նաև նշենք, որ իշխանավորների կողմից կատարվում է որոշակի լիազորությունների վերազանցում, որի արդյունքում հենց խոշտանգվում է քաղաքացին։ Օրինակ, Հակոբ Ասլանյանի հանդեպ խոշտանգումը եղել է քաղաքացու կողմից, ճակերտավոր խոշտանգումը, կարելի է այն դիրքորոշումը հայտնել, որ դա եղել է իրավական գնահատական իր գործունեության, որպես պատգամավոր, բայց ոչ համարժեք պատասխանը ստացել այդ տղային նստացրել են 7 միլիոն դրամ գրավ են ուզել, դրա մասին չխոսալ։ Հաջորդը Հովիկ Աղազարյան, մեր շատ հայտնի Հովիկ Աղազարյան, որը կարտոլ ծախողին Կացով խփում է բանանում, արդյունքում կալանավորվում է կարտոլ ծախողը, Հովիկ Աղազարյանը կակնիվ չոմ նիբիվալը գնում է տուն։ Նույն Հովիկ Աղազարյանը ուզում է եռաբլուր այցելի Արցախցի 18 տարեկան երեխա մի անգամ խփում է իրան, դա համարվում է հանցագործություն։ Ասեմ, որ ոստիկանության համակարգ, նաև պարոն Բաքոյանին, տիկին Մանասյանին եւ դատախազություն ուղարկվել է բազմաթիվ գրություններ, մոտ 400 հաղորդում է կատարվել հանրային ազդարար իրավապաշտպան ՀԿ-ի անդամների կողմից, երբ որ Պաշտոնյան հարվածել է երկու անգամ, անպատվել է, քրֆել է եւ այլը, եւ այս ամեն ինչը ասել են, որ հանցագործություն չկա, բա ուրեմն նշանակում է, որ մենք ապրում ենք ֆարաոնական երկրում, որտեղ կան ֆեոդալներ, դրանք իշխանավորներն են, պատգամավորներն են, դրանք նախարարներն են, փոխնախարարներն են, վարչության պետերն են եւ կա մնացած ժողովուրդ, այսինքն բոլորը հավասար են, բայց իշխանավորները ավելի հավասար են։ Երբ որ սենց անվերահսկելի իրավիճակ է սկսվում, պարոն Բաքոյան, իշխանավորը սկսում է կներեք այդ բառիս համար հաբրգել։ Եթե ինքը զգում է, որ կներեք այդ արտահայտության համար, ես պետք է խնդրեմ ամեն դեպքում ես ավարտում եմ, պարոն Լեոնիսյան, Բառապաշարի առումով խնդրում եմ հետևեք ձեր բառապաշարին։ Մեծ մարդ եմ, դրա համար ամեն դեպքում հետևեք ձեր բառապաշարին։ Ես հետևում եմ այն առումով, որ եթե իշխանավորը տեսնում է, որ հավասար իրավիճակում պատժվում է ոստիկանության, քննչականի, դատախազության կողմից այն անձը, որը ինչ որ իրավահարաբերությունների մեջ է մտնում, այդ գործողությունը այդ բառը չեմ ասում, այդ փիս քախ բառը չեմ ասում։ Ես խնդրում եմ նաև անդրադառնալ, որ կոնկրետ իմ
երեխայի հանդեպ եղել է ոտնձգություն եւ առ այսօր ես չունեմ նոյեմբերի 17-ից առ այսօր ես չգիտեմ ինչա տեղի ունեցել դիմել եմ մարդու իրավունքի պաշտպանին ոստիկանությանը սոցաբին սոցաբնել են նմանատիպ ինչ որ գործողություն եւ առ այսօր անցել է 6 ամիս իսկ եթե մենք խոսում ենք ոստիկանության բռնության հետ արձագանքի մի հատ հետեւյալ կանոնը կա յուրաքանչյուր հանցագործության ամենալավ կանխարգելումը դա նրա բացահայտումը եթե մենք ասենք դրանք դիմակավորված անձինք են լուսնից իջան եւ այլը ոչ մի բան չի ստացվի ես խնդրում եմ բազմակողմանի օբյեկտիվ օպերատիվ ամեն ինչը քննվի ոչ թե մի տարի հետո անցնի հասեն հա գիտեք դե իշխանությունը փոխվեց բայց այս դեպքում օրինակ ասենք Հովիկ Աղազարյանը սխալ էր Այսքանը ես ներողություն եմ խնդրում բոլորից, ես ՀԿ եմ, որը ոչ մեկի կողմից չի վարձատրվում, չի ֆինանսավորվում եւ ես կուզենամ այդպես է ստացվում, պարոն Բաքոյան, զարմանալի է, եթե մենք այսօր քննարկենք նաև ովքեր են ես ինչի համար ես պարոն Չախոյան Պարոն Չախոյան, հազար ներողություն եղբայր, խնդրում եմ էլի ես ուզում եմ նման քննարկումների ժամանակ ըլնեն իրական ՀԿ-ներ, իրական իրավապաշտպան ՀԿ-ներ Տիկին Մանասյանը կփաստի, որին դիրքորոշումը այս օրով անկեղծ է, այդպես չէ Տիկին Մանասյան Համամիտ է, ժպիտը նշանակում է համաձայնություն Ես միկրոֆոնը փոխանցում եմ ըստ երևույթի Պարոն Չախոյանին երևի բաններ Եթե թույլ տաք, պարոն Դիոնիսյան Չէ, բոլորին էլ կտանք, բայց ես ստիպված կլինեմ ամեն դեպքում հարց տալու համար ինչ-որ ռեգլամենտ մտցնել, որովհետև մեր ժամանակը Դիրքորոշմանը արձագանքեն բոլորը, պարոն Բաքոյանը, Տիկին Մանասյանը, Freedom House թե ինչ-որ Ես ինչ վերաբերվում է այս կամ այն խմբի հասարակական կազմակերպությունների ներկայությանը, ապա միջոցառումը բաց է եղել, բաց է բոլոր ցանկացողների համար եւ այդ թվում մենք ուրախ ենք բոլորի մասնակցությանը Եթե արձագանքներ կան Ես շատ կուզենայի պարոն Բաքոյանը արձագանքեր Նույն Հովիկ Աղազարյանի իր գործընկեր եւ նույն Ակոբ Ասլանյանի արդյոք համարժեք գործողություն կատարվեց քաղաքացիների հանդեպ ըստ իրեն որպես օրենսդիր Ես ասեմ, որ իրականում այս քննարկման կազմակերպման գաղափարը նաև ծագեց հենց ձերբակալվածների պահման վայրի ճանապարհին ուրեմն ձերբակալված քաղաքացու նկատմամբ բռնության ահազանգի ֆոնին եւ այդ ահազանգը մեզ հուշեց, որ այս հարցերը պետք է քննարկման առարկա դառնան։ Ներողություն։ Ուզենայի, որ այս բրոշուրը շատ բազմացվի քննչականներում ոստիկանություն, թե ինչ պետք է անի։ Ներողություն, պարոն Բաբայան, եկեք բանախոսներին փոխանցենք խոսքը։ Շնորհակալություն, ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ, Տիկին Խաչատրյան, շատ կարևոր է, որ այն բարեփոխումները, լայնամասշտաբ բարեփոխումները, որոնք տեղի են ունենում, մի քանի դեպքերով դրանք կարող են այդ բարեփոխումները կարող են ստվերվել եւ խնդիրներ առաջացնել, իսկ ինչ վերաբերվում է այն հարցերին, որոնք դուք բարձրաձայնում եք, իհարկե մեծ մասի հետ համաձայն չեմ, որովհետեւ դրանց տրամաբանությունը ներողություն եմ խնդրում, բայց չեմ հասկանում, բայց դե ես օրինակ չեմ խոսում այստեղ որևէ մեկ այլ մարդու փոխարեն, ես խոսում եմ իմ մասով հետևաբար կարող եք սուբյեկտիվ ընկալել դա։ Բաբան, ներողություն, ձեզ ոչ մի Շատ լավ, շնորհակալություն։ Այդ դեպքում, եթե նկատում եք լիազորությունների անցումը, ես այսքանով սահմանափակվեմ, շնորհակալություն։ Չէ, շարունակեք ձեր կարծիքը։ Պարոն Բաբայան, խնդրում եմ մի ընդհատեք։ Չեմ ընդհատում, ասում եմ։ Չէ, երբ որ դուք ձեր հարցը երկար տալիս եք այդ թվում որակումներով, ձեզ ոչ մեկ չէր ընդհատում։ Օբյեկտիվ է։ Համեցեք։ Ես կասեմ օբյեկտիվ է։ Տիկին Մանասյան կարձագանք։ Ես կարձագանքեմ ընդհանուր այստեղ հնչած ելույթներին, որովհետև բոլորի հետ կապված կարծում եմ այսպես թե դրանց շրջանակներում կարևոր դիրքորոշումներ արտահայտվեցին, որոնց հետ կապված հիմա շատ մեծ կարիք կա կառուցողական քննարկում կազմակերպելու